Այս մարդիկ իշխանության են եկել արդարության մասին խոստումներով, բայց դարձան չայրիկ թոշակառուների և անապահով մարդկանց համար։ Հայաստանի յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին աղքատ է, բայց աղքատ է ոչ թե նրա համար, որ աղքատությունը իր գլխում է, այլ աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է։ Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միջին թոշակը աճեց ևս 6 սապատիկ, իսկ աղքատությունը նվազեց 56%-ից մինչև 24%։ Ես գիտեմ, թե ինչպես դա կարելի է անել։ Մենք շեշտակի կբարձրացնենք բազային կենսաթոշակը և կսահմանենք պարտադիր ինդեքսավորում, որպեսզի թոշակները երբեք չարժեզրկվեն։ Կենսաթոշակի անցնելը պետք է լինի վաստակած հանգիստ, ոչ թե պատիժ։ Մենք վստահ ենք, որ երկրում աղքատությունը հնարավոր է կրճատել առնվազն 2 անգամ։